Ես մի քանի հարց ունեմ։ Ես Սյունիք կգամ, ուղղակի ուզում եմ գամ տենամ այն տեղից, որ եկել էր թշնամին, էլ այդ տեղի հատվածում չի, հա, դեօկուպացվել է, էլի։ Դուք նախ Վազգեն Սարգսյանի անցած ուղին մենք արժևորեցինք, Վազգեն Սարգսյանի ազատագրածը արժևորեցինք, ինչ ունենք։ Եկել ենք շնորհավորենք, մեր համար սպարապետը ողջ է, մեր համար սպարապետը Հայաստանն է, մեկ ոչ մի անգամ ես 35 տարի մեր դեմքը չենք փոխել սպարապետի նկատմամբ, մեկ խոնարհվում ենք, շնորհավորում ենք սպարապետի ծնունդ, այդքանը կարող եմ։ Իսկ դուք ասում եք ողջ է, որ սպարապետը իսկապես մենք չկորցնեինք սպարապետին, ինչպիսի Հայաստան եւ Արցախ կունենային, կկորցնեինք արդյոք Արցախը եւ այսօրվա իշխանությունները որտեղ կլինեին։ Սպարապետը ասեցի Հայաստանն է, իհարկե սպարապետը եթե կար, մենք հաղթում ենք, սպարապետը չկա, պարտվում ենք, սպարապետը եթե ողջին էր, մենք այս կարգավիճակում չէինք լինել, մենք պարտվել ենք հենց հոկտեմբերի 27-ին, երբ սպարապետին կորցրել ենք։ Իսկ Փաշինյանի խաղաղասիրության մասին ինչ կասեք, Սյունիքում տեսնում եք այդ խաղաղասիրության հետևանքները, ինչի թշնամին, ինչու օրինակ տեղի հատված ներխուժած թշնամին հետ չի կպատասխանեմ այն ժամանակ, երբ որ դու ինձ չխաբես։ Ես երբ եմ ձեզ խաբել։ Ես եկել եմ տեղ գյուղ, ես եկել եմ տեղ գյուղ, տեսել եմ թե թշնամին ինչպես է ամրանում, ամրաշինական աշխատանքներ է կատարել։ Հիմա ոնց այսինքն մեղավորը ես եմ, որ գալիս տեսնում եմ ամրաշինական աշխատանքներ է կատարում թշնամին, իսկ դրան չեն խոչընդոտում։ Ճիշտ եմ մեկնաբանել։ Ուղիղ եթեր եմ տվել այդ ամբողջ գործընթացը, ինչպես է թշնամին ներխուժել ու շարունակել մնալ։ Ինչի են այդ դիրքը անտեր թողել։ Պետք է այն բովանդակությունը լուսաբանեք, որ հակառակորդի օգուտ չբերի։ Իսկ պետք է մեր գաղտնիության ռեժիմը պահենք առաջին։ Այսինքն պետք է այս պահին համեստ լինենք, գաղտնիության ռեժիմը պահենք։ Սա է մեր առաքելությունը։ Ինչ գաղտնիության ռեժիմը պահենք, ասենք պահենք, որ ինչը պահենք, ինչն են պահում։ Ես ասում եմ, հիմա դուք պահանջ չեք դնում, որպես նաև պատերազմի ուղով անցած մարդ, որպես երկրապահ, որ օրինակ տեղ գյուղ ներխուժած, տեղ գյուղի ինչ որ հատվածներ ներխուժած թշնամին հետ շպրտվի։ Կամ դուք չէիք ասում, այս ոնց է ստանում, որ ամրանում է։ Կամ ոնց եղավ, որ Սև լճում մոլորվեցին ու տենց մնացին։ Ոնց եղավ, որ Սև լճում մոլորվեցին, մնացին։ 35 տարի, մեկ էլ 35 տարի իրանց մեկել ենք մնացել իրանց տարածքներում։ Իրանց տարածքներում չի, դա մեր հայրենիքն է, ազատագրվել է մեր հայրենիքը։ Բա եկել եք Վազգենի մոտ ու ասում եք, տենց այդ ինչ բաներ եք ասում։ Վազգենը ազատագրել է։ Վազգենը ազատագրել է, մեկ էլ Վազգենի մարտական ընկերն ենք, էլի։ Բա այդ Վազգենին հոդը չենք դավաճանել։ Բայց եթե դուք հանդուրժում եք, որ թշնամին մնա ու պահանջներ չեք ներկայացնում այսօրվա իշխանությանը, մաս եք կազմում մերթընդմերթ այդ իշխանություններին։ Ժամանակը կասի էլի ամեն ինչին։ Կյանքից առաջինը պետք չի։ Հիմա եթե հակառակորդը սպային հզոր է եղել, մի հաջողության հասել է, դրանով չի կարող, ասենք, ամեն ինչը դարած բանի վրա։ Հիմա խնդիրը նա է, որ ժամանակը կասի։ Ազգային գաղափարախոսություն պետք է, միասնական պետք է լինենք, դարը շարունակ, երբ մեկ միասնական ենք եղել, մի հաջողության հասել ենք։ Երբ պարակվել ենք, հակառակորդը միշտ մեզ կոտորել է։ Ում հետ միասնական։ Մարդիկ հարցադրում են, ասում են հող հանձնողների հետ միասնական լինենք։ Մի բան էլ ասեմ, այ որ երբ որ թշնամին ներխուժել էր, ես տեղ գյուղ եկա, այնտեղ չէիք։ Այդ պահին այդ հատվածում առնվազն չէիք։ Ես այնտեղ կանգնած էի ու ասում եմ, տեսնում էի ոնց են ինժեներական աշխատանքներ կատարում ու չէին խոչընդոտում։ Հրամանատարական կետում բա չէիք ասում, եկել է ամրանումը։ Ինչ է լքես։
Ես ուզում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր պատերազմի մասնակից ոչ էլ կփոխենք։ Հասկանում ես դու։ Իմ համար սպարապետը Հայաստանը ասեցի վերջ։ Մենք իրար Շիրիմին խոնարհում ենք, մեր դեմքը չենք փոխել ու այսօր պատրաստ ենք կռվելու։